Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք թեթև, միևնույն ժամանակ հագեցնող գազարով եւ հավի կրծքամսով աղցան։ Համեմունքների ճիշտ ընտրությունը այս աղցանին յուրահատուկ նրբություն է հաղորդում։ Պատրաստեք այս աղցանը եւ վայելեք համերի կատարյալ համադրությունը։ Նախ 3 խոշոր գազար անց ենք կացնում քերիչով, այնպես որ ստանանք այսպիսի երկար տաշեղներ։ Թավայի մեջ լցնում ենք մի փոքր բուսայուղ եւ տապակում ենք գազարը 2-ից 3 րոպե։ Գազարը երկար չենք տապակում, այն պետք է մի փոքր խրխրթան մնա։ Աղցանին յուրահատուկ համային երանգներ հաղորդելու համար ավելացնում ենք մի փոքր իմբիր, աղացած համեմի սերմ եւ աղ։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն եւ մինչ գազարը կտապակվի, նախապատրաստենք մնացած բաղադրիչները։ Մեզ անհրաժեշտ է թույլ աղաջրի մեջ խաշած 400 գրամ հավի կրծքամիս։ Հավի միսը պատարագաղների օգնությամբ կամ ձեռքերով մարացնում ենք։ Միսը շատ բարակ մարաթելերի բաժանել պետք չէ։ Հավի միսը ավելացնում ենք թավայի մեջ եւ գազարի հետ տապակում ենք եւս 1-2 րոպե։ Նման ձևով պատրաստված աղցանը ունենում է ավելի հագեցած համ։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ եւ հետաքրքիր բաղադրատոմսերը։ Անջատում ենք կրակը, այս ամենը լցնում ենք մեկ այլ ափսեի մեջ եւ թողնում ենք հովանա։ Աղցանին թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք մի փոքր փունջ ազատ քեղ։ Էլ ինչ հավի կրծքամսով եւ գազարով աղցան առանց ընկույզի, կարծես թե այս 3 բաղադրիչներ ստեղծվել են միմյանց համար։ Մարացնում ենք 100 գրամ ընկույզ եւ կանաչու հետ միասին լցնում ենք մնացած բաղադրիչների վրա։ Մամլիչով անց ենք կացնում 2 ատամիկ սխտոր, ավելացնում ենք նաեւ մի փոքր աղ եւ բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք։ Որպեսզի աղցանը իր յուրահատուկ համը չկորցնի, անմիջապես աղցանի մեջ մայոնեզ չենք օգտագործում։ Աղցանը լցնում ենք մատուցվող ափսեի մեջ եւ վերջում օգտագործում ենք մի փոքր մայոնեզ կամ թթվասեր, ըստ ցանկության։ Այս բաղադրատոմսով ստացվում է իմբիրի նուրբ համով շատ համեղ եւ օգտակար աղցան։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ եւ եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։